Թեհրանի որոշ շրջաններում ուժեղացվել է օդային պաշտպանությունը, այս տեսանյութում երևում է, թե ինչպես է իրանական հոպը որսում իսրայելական հրթիռները։ Իսրայելից արձակված որոշ հրթիռներ էլ պարզապես չեն հասել Իրանի տարածք, տեխնիկական սխալի պատճառով ընկել են հենց Իսրայելում։ Իրանը այս գիշեր առաջին անգամ կիրառել է ուղղահայաց արձակման թևավոր հրթիռներ, թիրախավորելով Նևատիմի ավիաբազան ու Իսրայելի Նեգևի անապատում գտնվող ռազմական ու հետազոտական կենտրոնները։ Պարզգործակալությունը գրում է, որ Իրանն առանց ընդմիջումների մինչև առավոտ հարվածել է Իսրայելին։ Իրանի բնակիչները ֆիքսել են գերձայնային հրթիռների արձակման պահը։ Դրանք լուսավորել են իրանական երկինքը, սլացել դեպի Թել Ավիվ եւ ուժգին հարվածներ հասցրել Իսրայելի մայրաքաղաքին։ Թիրախում են եղել նաեւ Երուսաղեմն ու Լոդուն։ Իրանից արձակված հրթիռներից մեկը հարվածել է ավտոբուսի կանգառի։ Մի քանի ավտոբուս վնասվել է, զոհերի մասին տեղեկություն չկա։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հրապարակել են մի տեսանյութ, որում երևում է ինչպես է իսրայելական կողմը որսում Իրանից արձակված տասնյակ անօդաչու թռչող սարքեր։